Պարոն Շարմազանով, հերթական ակցիան նույն պահանջով արդյոք ձեր ձայնը լսելի կլինի այսօր եւ բացի պաշտոնական արարողակարգը կլինեն նաեւ կոնկրետ ձեր ակնկալիքների արդարացումները։ Ով ականջ ունի թող լսի, ով աշկ ունի թող տեսնի։ Եթե ականջ ու աշկ ունեն, եւ կլսեն, եւ կտեսնեն։ Որովհետեւ տարիներ շարունակ Բաքվի բանտերում գերեվարված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի մեր եղբայրները, ազգային բարոյար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում բանտարկված են սրբազաններ, քաղաքական գործիչներ, ազգային բարոյար Սամվել Կարապետյանը, իմպիչմենտի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, վարչապետի թեկնածու եւ բազմաթիվ Պահավյան ժողովի պատգամավոր եւ այդ իմաստով մեր բողոքի ձայնը կայանում է նրանում, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը ականջալուր լինի այլընտրանքային Հայաստանի կարծիքին, որ Հայաստանի կարծիքը դա Փաշինյանի կարծիքը չէ, որ հայ ժողովուրդը չի համակերպվում եւ անարդարացի է համարում Բաքվի բանտերում իր եղբայրների գերությունը, էլ չեմ ասում անարդար ու անմարդկային դատավճիռը։ Ինչ են այլ այդ մարդիկ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կառավարության առաջին կետի համաձայն։ Այն է պաշտպանել են ինքնորոշման իրավունքը։ Եթե ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանցագործություն է, ուրեմն պետք է աշխարհի ոչ մի երկիր չունի, ուրեմն պետք է բոլորը բռնադատված լինեն։ Այդ իմաստով մենք, քանի որ հույս չունենք Հայաստանի նիկոլական ռեժիմից, հերթական անգամ ուզում ենք մեր այլընտրանքային կարծիքը, իրական Հայաստանի կարծիքը սա է, որ մեր եղբայրները գտնվում են պատանդության մեջ Բաքվի բանտերում, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որ եկեղեցու նկատմամբ կան ռեպրեսիաներ եւ որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ մի մեծ բանտ բաց երկնքի տակ։ Պարոն Շարմազանով, նայեք, այսօր իրար հերթ չտալով պաշտոնյաները գնացել են Զվարթնոցոթանավակայան, որպեսզի այսպես ընդունեն ողջ հերթի խոսք ասեն ԱՄՆ փոխնախագահին։ Ինչ է կարծում այս նույն ակտիվությամբ գոնե օրակարգի այն հատվածին, որը վերաբերում է Բաքվում ապօրինաբար պահվող, խոշտանգվող մեր հայրենագիտներին, կլինեն ինչ որ կոնկրետ ուղերձներ փոխնախագահին։ ԿՊԱ-ականներից Գիտեք, մի ռեժիմ, որի անգործության հետևանքով մեր եղբայրները անգրվանել են Բաքվի բանտերում, ես համաբանական չեմ համարում, որ նրանք քայլեր կձեռնարկեն, գործոն քայլեր կձեռնարկեն, կպահանջեն, դե ասում էին հաղթում ենք պատերազմ, հաղթեցին, ասում էին Արցախի անվտանգությունն ապահովեցին, ասում էին Հայաստանն ինքնիշխանա, 240 կիլոմետր օկուպացված է ադրբեջանցիների կողմից։ Այ հենց այդ է, իրաց պրոբլեմը նրանում է, որ իրանք մի բան ասում են, հակառակն անում են։ Երբ որ ընտրվում էր վարչապետ 8 տարի առաջ, պարլամենտում հայտարարում էր, որ իր շարժումը հանգեցնելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման։ Իսկ հիմա ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքի շենքոսն, այլ նաև ասում են Արցախը թոք ա եղել իրենց վզին։ Ինչի մասին ենք խոսում։ Շարմազանով, ամեն դեպքում Վենսի նման կշիռ ունեցող քաղաքական գործիչից ավելի ճիշտ չէ լինի պահանջել նաև արցախցիների վերադարձ, իրենց բնորան եւ սահմանափակվել միայն գերիների վերադարձի պահանջը։ Ամեն ինչ պետք է հերթովի։ Հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի Բաքվի գերությունից մեր եղբայրների վերադարձը։ Երկրորդը, Արցախ վերադարձի իրավունքի մասին մենք վշտապես ենք խոսել, բայց դրա համար պետք է լինեն միջազգային երաշխավորներ։ Այս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների այս կես խաղաղության պայմաններում ես հնարավորություն չեմ տեսնում։ Սա է խնդիրը։ Երբ որ Հայաստանում իշխանություն կլինի, երբ որ Հայաստանում կլինի իշխանություն, որը կառաջնորդվի երկրի սահմանադրությամբ, մեր ազգային շահերով ու անկախության հռչակագրով։
Բողոքան ակնհայտ է եղել նաև մեր Դե դա անվտանգության միջոցառումները ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Միացյալ Նահանգների նման երկրի փոխնախագահ է գալի եւ տրամաբանական եմ համարում, ըստեղ ես խնդիր գլոբալ իմաստով չեմ տեսնում, որովհետեւ դա անվտանգային միջոցառումներ են։ Պարոն Շարմազանով, Պրոբլեմը է սա հարցերուսին դա է պրոբլեմ։ Պարոն Շարմազանով, այցը ունի նաև հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում օրակարգ, ինչ եք սպասում, արդյոք այդ հարցում Միացյալ Նահանգներն ի վերջո միջնորդից կվերածվի երաշխավորի տարածաշրջանում։ Դե այսինքն Միացյալ Նահանգները պետք է իրենք որոշեն, իրենք ուզում են երաշխավոր մնալ, թե ուզում են դառնալ երաշխավոր, թե ուզում են դառնալ զուտ վկա։ Սա է խնդիրը, յուրաքանչյուր պետություն ինքը իր գլոբալ շահերն է սպասարկում, պարոն Վեսը նախ եւ առաջ ըստեղ է իր պետության շահերը սպասարկելու։ Ալիևը իր պետության շահերն է սպասարկում։ Հայաստանի պետության ու հայ ազգի շահերը սպասարկող չկա, պրոբլեմը դրանում է։ Իսկ գյուղpolitik իրավիճակում Հայաստանի այլընտրանքը օրինակ։ Այլընտրանքը ունենալ ազգային պետական պրոֆեսիոնալ իշխանություն։ Այս իշխանությունների պարագայում ես որևէ դերական բան կներեք նման նիհիլիստական մոտեցման համար, բայց չեմ տեսնում։ Ես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ որևէ հույս չեմ կապում վաղուց։ Եվ երբեք էլ չեմ կապել։ Եթե այս պահանջների ներքո հնարավոր է խիստ տարբեր քաղաքական ուժեր միավորվեին, արդյոք ճիշտ չէ լինի մինչև ընտրությունները միասնական ճակատը ստեղծել եւ առաջին խնդիրը։ Երրորդ նախագահը դրա մասին խոսել է, ես ավելացնելու բան չունեմ։ Ցանկությունը իհարկե մենք էլ ենք որ լինի մեկ միասնական ճակատ կամ ընդդիմությունը ներքին խժդժություններ ունենա, բայց ունենք այն ինչ որ ունենք։ Աստվածքա բոլոր ընդդիմադիր ուժերը գիտակցեն այն մոտեցումը, որ ունի հանրապետականը եւ առաջնորդվեն ազգային ու պետական շահով, այլ ոչ թե կուսակցության շահով։ Հանրապետականը առաջնորդվում է նեժդեյան կուսակցության լսել, բայց ազգի համած կրկնքով։ Շնորհակալ եմ։